կերպամբ ձեր վերջին ասուլիսի ժամանակ եմ հնչեցրել, բայց քանի որ գործընթացները, իրողություններն ու գործողությունները շարունակվում են, ստիպված եմ մի փոքր այլ ձևակերպամբ հիմա հնչեցնել։ Ինչպես է ստացվում, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշկյուր Փաշազադեն անդրադառնում է հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ խաթարում է խաղաղության գործընթացը, Երևանում պրոցեսներ են սկսվում, կալանավորվում են հոգևորականներ, հնարավոր է, որ ձեր կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մի մաս է կազմում։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ սխալվում եմ, կարծեմ Ասողիկ Սրբազան եւ Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստին, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում, բազմաթիվ իրադարձություններ, եւ դա ինչ է նշանակում։ Այն փաստը, որ դուք հարց տվեցիք հիմա այս պահին, հիմա եթե մենք հետազոտություն անենք, կհամընկնի մեծ հավանականությամբ գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ։ Հիմա մենք փորձենք գտնել Ադրբեջանի որևէ падգամավորի որևէ գործողության հետ։ Ադրբեջանի կառավարության որևէ ներկայացուցչի որևէ գործողության հետ։ Եվ դրանից հետո դուք ստիպված կլինեք պարզաբանել։ Այն հարցը, որ դուք այստեղ տվեցիք, արդյոք կապ ունի, ասենք, Ադրբեջանի որևէ մզկիթի հոգևոր ծառայողի արած որևէ հայտարարության հետ, կամ կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա։ Այն պահին, երբ որ դուք հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մզկիթներում կամ գուցե հարյուրավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց. իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։
ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ ձեզ, որ եթե որևէ մեկը ուզենա գտնել համընկումներ ձեր հարցի, հա, էդ էլ է, չէ, բան, մեկ էլ ասում են, հա, այս փող, այս ինչ գույն է, որ հա, ձեր հագուստը, ձեր այն որ հիմա ձեր ցախ ականջին ականջակալ կա, իսկ կարող է Ադրբեջանից զանգել են, հուշում են, ասում են, այ հիմա կամ չգիտեմ, Ադրբեջանից չէ, Նոր Զելանդիայից կամ ինչ որ երկրի հատուկ ծառայություն է, հասկանում եք։ Ներողություն եմ խնդրում, իմ այդ թերության համար ես ձեզնից ներողություն եմ խնդրում, որ ոչ ամենայն հարգանքով ես չեմ վիճարկում ձեր հարց տալու իրավունքը, ես ձեր հարցին պատասխանում եմ ոչ եւ հիմնավորում եմ թե ինչու ոչ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք լրագրողին պատասխանելիս ասում եք կարող է ձեր հարցնել համընկնի Ադրբեջանում այս պահին անցկացվող նամազի հետ, բայց մենք տեսնում ենք, որ ձեր քննադատությունները ուղղված ամենայն հայոց կաթողիկոսի մյուս հոգևորականներին համընկնում է իրավապահների գործողությունների հետ։ Լրագրողը այս դեպքում Ադրբեջանում նամազ անցկացնելու հետ կապված լիազորություններ չունի, բայց դուք ԱԱՑ-ին, մյուս իրավապահ համակարգին ի պաշտոնե ցուցումներ տալու լիազորություններ ունեք։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք դուք ձեր այս քաղաքական հայտարարություններից հետո են այդ գործողությունները իրավապահները իրականացնում, թե ոչ եւ ընդդիմությունը իրեն զգում է 37 թվում, ասում է հիմա տեղի է ունենում այն, ինչ 37 թվին էր տեղի ունենում, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ну, ես զարմանքով արձանագրեցի, որ մեր ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր 37 թիվը տեսել են եւ նույն զգացողությունները ունեն։ Գիտեք, ես այն քննադատությունները, որ հնչեցրել եմ, այդ քննադատությունների նմանվող քննադատություններ ես հնչեցրել եմ դեռևս 1995 թվականից եւ գուցե մի փոքր ավելի վաղ ժամանակից։ Մենք ձեր հարցի համար կա շատ կոնկրետ մեթոդաբանություն։ Հիմա այդ գործողություններ նախ ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Ես դա պարզապես բացառում եմ։ Երկրորդը, ենթադրում եմ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի եւ նրանց մանրամասների վերաբերյալ, քան ես ինքս, որովհետեւ էլի եմ ասում, դուք ասում եք, որ ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ, եւ էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների եւ իրենց վերապահված իրավունքների շրջանակում։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ով է վերցնելու։ Չկա նման բան պարզապես չկա նման բան։ Եվ էլի, գիտեք, Հայաստանում մի այսպիսի բան կա, մի այսպիսի երևույթ կա։ Կարող է պարզվի, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։ Դե դառնում ես ընդդիմադիր, իմանալով, որ դու օրենք հետ ես, պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, եւ բան չի պատահի, շատ լավ։ Իսկ եթե այդ հանկարծ այդ ամեն ինչ կբացահայտվի, խնդրեմ իհարկե ամենալավագույն ձևը։ Ես այս վերջերս ասեցի, այդ տենց մի անց կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց, որ ամբողջ կյանքը ընդդիմադիր ա եղել։
արդեն սկսեց ուրիշ ձևով խոսալ իմ մասին, այսինքն տպավորություն է, որ տենց 37 թվից մինչև այսօր ընդդիմադիր քաղաքական գործունեություն են ծավալել։ Վաղ չի մտնում հարագացություն թեմի առաջնորդային եւ ենթադրյալ ապօրինությունները բացահայտում եւ դա եղած է հարթարություններից։ Ենթադրում եմ, բայց ես երեք լուրերի թողարկումն եմ նայել եւ ես իմացել եմ, որ գործողություն հաղորդում ա եղել հանցագործության մասին եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Չի լինում քրեական ընթացակարգ առանց հանցագործության մասին հաղորդագրության։ Ինչու չեն արել։ Ենթադրում եմ հանցագործության մասին հաղորդման բացակայության պատճառով, այսինքն տեղեկություն չի եղել, այտենց չի լինում, որ իրավապահներն ասում են, մեկ էլ ասում են, մտնենք մի հատ այս դուռը տենանք, ինչ կա դռան հետ։ Իհարկե այդպիսի ռեժիմ էր, ենթադրում եմ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում կարող է լինի, բայց առնվազն լուրերի երեկվա թողարկման կամ այն ինչ որ ես երեք հասկացա, այդ տրամաբանությունն է։ Բայց դա դուք էլ պետք է իմանայիք, ինչ եք ինձ հարցնում։ Արեգլունի մեծ հա Պարոն Փաշինյան,